Բարև ձեզ։ 25 տարի Լիլիա Հարությունյանն իր աշակերտներին բարևել, նրանցից շուտ դասարան է մտել Մարտունու շրջանի Թաղավարտ գյուղում։ 2 տարի է սակայն թեպետ առաքելությունը նույնն է, բայց հարկադրաբար աշխատանքային ու բնակության հասցեն է փոխվել։ Բռնի տեղահանությունից հետո մի կարճ ընթացք, ընտանիքով Հրազդանում են ապրել, հետո Երևանում, վերին Պտղնի միջնակարգ դպրոցում գործ գտնելուց հետո արդեն հաստատվել են Հարևան Աբովյանում։ Շատ բարդ էր, սկզբում մտածում էի դպրոց մտնեմ, չմտնեմ, բայց շատ սիրելով երեխեքին եւ դպրոցում շատ ջերմ են ընդունել մեզ։ Եվ այդ առումով մենք սիրով աշխատում ենք այս դպրոցում։ Բարդ շրջանում հոգեբանական ծանր դրությունը հաղթահարելուց բացի պետք էր նաև ընտանիքի համար ֆինանսական հարցերը լուծել։ Ճիշտ ժամանակին էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված ուսուցիչների աշխատանքի անցնելու պետական աջակցության ծրագիրը։ Գործը ընդունվեց արտոնյալ պայմաններով, առանց մրցույթի, գործուղման կարգի համաձայն ստացավ լրավճար։ Արդեն 1 տարի է նաև կամավոր ատեստավորումն անցած ուսուցիչ է։ Մտածեցի դիմեմ էլի ինչ կլինի, չանցնեմ, հիմա էլ հաջորդ տարի կդիմեմ, փաստորեն անցա։ Հենց առաջին տարում անցա 75%-ով բավականին բարձրացել է աշխատավարձս։ Այս օգոստոսին գործուղման ժամկետը լրանում է, որոշել է նորից անցնելու է ատեստավորում ցուցանիշն ու եկամուտը ավելացնելու համար։ Նաև մասնակցելու է մրցույթին, որ շարունակի աշխատանքը հենց Վերին Պտղնիում։ Մեր ուսուցչական անձնակազմը 20-ն է, որից 3-ը Արցախից տեղահանված ուսուցիչներ են։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 438 ուսուցիչ է աջակցության ծրագրով աշխատանք գտել Հայաստանի տարբեր դպրոցներում։ Ուսուցիչների հետ պայմանագիրը 2 տարով է կնքվել եւ իրենք 30% հավելավճար ունենալու հնարավորություն ունեն։ Սյունիքի ու Վայոց ձորի բոլոր դպրոցներում, Տավուշի, Գեղարքունիքի որոշ համայնքներում աշխատող ուսուցիչներն էլ այս ծրագրով բացի հավելավճարից ստանում են նաև 50,000 դրամ լրավճար։ Նաև արտոնյալ այս պայմանները օգնեցին, որ տեղահանված ուսուցիչների ընտանիքները կողմնորոշվեն ու մշտական բնակության հասցեներ գտնեն։ Կային ավելի պատրաստված ուսուցիչներ, կային ոչ այնքան պատրաստ ուսուցիչներ, բայց մենք այդ փուլում աջակցության ծրագրով ընդունված ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպեցինք չափորոշիչին, կրթական համակարգի փոփոխություններին, ծրագրային փոփոխություններին ծանոթացնելու նպատակով հենց սկզբնական փուլում։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչներից 20-ն արդեն կամավոր ատեստավորվել է։ Բարձրատրվում են բարձր դրույքաչափով, ստանում են լրավճարներ։ Բոլոր ուսուցիչներն էլ կարող են դիմել Հայաստանում գործող հրախուսման մյուս բոլոր ծրագրերին։ Տարակարգ ԲՏՃՄ ուղղություններով դասավանդողների համար լրավճարներ եւ եկամուտը այդ հնարավորություններով էլ ավելացնեն։